Լրատվությունից եմ տեղեկացել, որ խոշտանգում է տեղի ունեցել Վանաձորում եւ այդ խոշտանգումից հետո նաեւ լրատվությունից էլի տեղեկացանք այն ինչ որ կատարվում էր եւ երեք հավաքվել էին այստեղ։ Իսկ ինչ վերաբերվում է օրինաչափությանը, օրինաչափը, որովհետեւ 18 թվականից հետո նման դեպքերը երեք էլ մեր հարցազրույց վերցրել մեր պատգամավորներից մեկին, Լևոնի հետ էր կարծեմ, ասաց 1000-ից ավել նման դեպքեր ա եղել։ Եվ կարծում եմ, որ այսպիսի խոշտանգումները այս իշխանության ժամանակ երբեք չի բացահայտվի։ Վառ օրինակը 22 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ որ ծնողների նկատմամբ եռաբլուրում բիրտուշ կիրառեցին եւ էլի գործը գտնվում էր քննչական կոմիտեում, էլի նույն վարչությունում էր գտնվում եւ մի քանի տարի վարձակնելուց հետո, տանել բերելուց հետո որևէ մեկը պատասխանատվության չընթարկվեց, գործը կարճեցին։ Հետո բողոքարկում եղավ, դրանից հետո էլի գործը վերաբացեցին, բայց բացելուց հետո դեռ գոնե մեկ անգամ մեր ծնողներից որևէ մեկին չեն կանչել, լրացուցիչ արձակնություն չի եղել, այնպես որ այս գործը կփակվի կգնա, բայց քանի որ նախընտրական է, կարող է ինչ-որ մեկ-երկուսին աշխատանքից ազատեն, դրանով հանդերձ ներկայացնեն, որ տեսեք դեմոկրատական երկիր եւ այլն, բայց շատ կարճ ժամանակում կվերականգնի երևի պաշտոնի բարձրացում մեկ այլտեղ, նման դեպքեր մենք շատ ենք տեսել, նույն Դիլիջանի քրեականի պետը նույն գործողությունը երբ որ եղավ էլի խոշտանգում, մի առ ժամանակով հանեցին ուրիշ գործը դրան, այնպես որ դա խրախուսվում է խոշտանգումը Հայաստանի Հանրապետությունում եւ սա ուղիղ մեր բոլոր ուժայինները, առավելևս քննչական կոմիտեն, ուղիղ վարչապետի ենթակայության տակ է, ինձ ցույց տալիս են անում են էլի։